Վառ ծաղիկներ, թաց կանաչ, բացիկ հիշեցնող բնապատկերներով է Հայաստանը երկրի օր նշում։ Այս տարվա ապրիլի 22-ի համար աշխարհը կարգախոս է ընտրել «Մեր ուժը, մեր մոլորակը»։ Տոնի թիրախներից կլիմայի փոփոխության դեմ պայքարի եւ կենսաբազմազանության պահպանության մասին խոսելու համար Հայ Անտառի թիմն ընտրել էր Մայրբուհի կենսաբանության ֆակուլտետը։ Ուսանողներին ներկայացրին այս գարնան ծառատունկը ոչ թե ստանդարտ շաբաթօրյակների պես են անելու, այլ տնկին տալու են համայնքների դպրոց մանկապարտեզի բակում ցանեն, խնամեն, որ կպչի։ Խնդրում ենք տնկելուց հետո գոնե դպրոցի երեխաներին ասեք շաբաթում եք ամեն մեկը մի դույթ ջուր դցնեն։ Սերմնաբուսակներն ի դեպ հենց Հայ Անտառի տնկարկներում աճեցված սոճի, կաղնի, հացենի, թխկի ու ձիակազք են։ Սերմից ինչպես են փակ արմատային համակարգով փոքրիկ ծառեր աճեցնում, լսարանին ցույց տվեցին տեսահոլովակով։ Հպարտացան։ Վայոց ձորում առաջիկայում նաև կարմիր գրքյան գիհի կաճեցնեն։ Ի դեպ հենց Վայոց ձորում է Հայ Անտառն առաջինը նաև փեթակներ տեղադրել ու արդեն վայրի մեղր է սուպերմարկետներում վաճառվում։ Ձեռնարկատիրական ծրագրերից պատմեցին նաև էկոտուրիզմը զարգացնելու մասին, ինչին հաջորդեց երիտասարդների անհանգստությունը։ Չկա մտավախություն, որ այդ ուղղությունների զարգացումը կարող է ավելի բացասական հետևանքներ ևս բերի։ Անտառը Հայաստանում առաջինը Սյունիքի մարզից օրը 24 ժամ շաբաթը 7 օր հսկող էկոպարեկներ ունեն արդեն։ Հույս կա, որ եւ ծառահատումները կպակասեն եւ անտառի աղտոտումը, ասաց Հայ Անտառի ղեկավարը։ Համալսարանում հիշեցրին բնության պահապան էկոպարեկները իրենց բուհում են մասնագիտական վերապատրաստում անցնում։ Առաջինը հատուկ պահպանվող տարածքների մասին ընդհանուր տեղեկատվություն է տվել, երկրորդը բուսաբանությունից բույսերի տեսակ որոշում եւ այլն ինչպես կարելի անել, կենտանաբանությունից նույն ձև եւ անդառագիտությունից։ Այսինքն այս 4 հիմնական բաղադրիչները իրականացվել է կենսաբանության ֆակուլտետում, իսկ օրենսդրական այս ոլորտին առնչվող գործընթացները անցկացվել է իրավաբանության ֆակուլտետում։ Երկրի օրվա առիթով Սևակ Մարկոսյանը ուսանողներին պատմեց նաև Հայ Անտառի թափուկ վառելափայտի հատկացումներից մինչև միջազգային գործընկերների հետ իրականացվող ծրագրերի մասին։ Առաջարկեց մասնակցել ծառատունկերին, հրավիրեց իրենց մոտ պրակտիկա անցնել։ Իհարկե նաև հիմնական վիճակագրությունը ներկայացրեց։ Հայ Անտառ պոակին 242.920 հեկտար տարածքից անտառածածկ է 286.474 հեկտար է, որը կազմում է կառավարման տակ գտնվող հողերի շուրջ 96%։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի բերած տնկիներից փոքրերը էկոլոգիապես ակտիվ երիտասարդներին նվիրելով, մեծերը համալսարանի բակի կանաչն ավելացրին։ Ծառատունկի համար ասացին, երկրի օրվա եղանակը իդեալական խոնավության է։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։